Այսօր մեր վերջին օրն է, երբ որ մենք կարող ենք վաղվանից, այսինքն մենք պետք է լավագույն դեպքում հետ վերադառնայինք։ Մելինե Մուրադյանն ամուսնու ու երեխայի հետ Թայլանդ էր մեկնել հանգստի։ Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի հետևանքով 15 հոգանոց խմբի հանգիստը վերածվեց անհանգստության, խումբն էլ դարձավ իրավիճակային պատանդ։ Վաղն արդեն պետք է վերադառնային հայրենիք, բայց թռիչքը չեղարկվել է անորոշ ժամանակով։ Այս պահին մենք տարբերակներ ենք խնդրում, տարբերակներ մեկ այստեղ մի քիչ կանոնալ միգուցե մեր թռիչքը վերաբացվի, որը որ ինչպես հասկացանք ռեալիստիկ չի, որովհետև մինչև ամսի 20-ը եթե դրանից ավելի ուշ բոլոր թռիչքները մեր ուղղությունները փակեն։ Թայլանդը բացահայտելու ու վայելելու փոխարեն այժմ հավաքվել ու հայրենիք հասնելու ելքեր են փնտրում։ Մելինեն պատմում է, դիտարկում են Չինաստան, Ռուսաստան տանող ուղղությունները, բայց պատերազմական իրավիճակն ազդել է նաև տոմսերի գների վրա։ Այս պահին ավիաընկերությունները շատ չարաշահում են, թռիչքների գները։ Տարբեր եղանակներով իրենց մտահոգությունն ու առաջարկներն են փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, բայց դեռ պատասխան չունեն։ Մենք նամակ ենք գրել ԱԳՆ-ին եւ Թեժգծին եւ իրանց մամլոխոսնակին, բայց մեր նամակները մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մեր բարեկամները կարծում են նույնպես խոսում են Հայաստանից անգարել ԱԳՆ, այնտեղ նույնպես չեն ստացել որևէ պատասխան։ Մելինեն ու նրա բախտակիցները հիմա այլ ելքեր են փնտրում, ինչպես երկարացնել կեցությունը հյուրանոցում։ Վաղվա համար արդեն ունեն համաձայնություն, բայց անորոշությունն ու տագնապը դեռ օդում կախված են։ Ճամփորդությունը շատ վաղուց էին պլանավորել, մոտ 1 տարի առաջ տոմսերն էին առել, մի քանի ամիս առաջ հյուրանոցն էին կամուրակրել եւ շատ զեղչային սեզոններին ենք դա արել ու շատ մաչելի գներով ենք դա արել։ Հիմա փորձում ենք բանակցել, որ մեզ նույն գներով հնարավորություն տան շարունակել եւս մի քանի օր, մինչեւ որ մենք կփորձենք մի որևէ լուծում գտնել, մի որևէ տարանցիկ թռիչք, այսպես ասած, գտնել։ Հայաստանի արտգործնախարարությանն իրենց տվյալները փոխանցած ու պաշտոնական լուրերին ուշի ուշով հետևող Թայլանդում մնացած հայաստանցիները կառավարությունից խնդրում են միջոցներ ձեռնարկել, որ որևէ ավիաընկերություն իրենց հասցնի Երևան։ Արտաքին գործերի նախարարն օրերս խորհրդարանում հայտարարեց, իրենց խնդիրն է հոգ տանել, որ քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան, իսկ կառավարությունը չի կարող վճարել նրանց տոմսերի համար, ասում էր Արարատ Միրզոյանը։ Մի մարդ, որը մի ամիսը համարյա Շրի Լանկայում ինչքան հնարավոր լողազգեստով նկարակցել, նշանակում է վճարունակ է, չէ՞, տոմս կարա առնի եւ բան անի։ Ինչի մասին է խոսքը։ Մի քիչ արդար չի նաեւ պահանջը կառավարության նկատմամբ նաեւ այդ տոմսը առնել նաեւ են կլինեն այլ խմբեր, այլ խավեր, կմտածենք եւ կդիտարկենք բնականաբար նաեւ ֆինանսական այդ բեռը մեր վրա վերցնելու հարցը։ Դեռ 1 տարի առաջ էինք հանգիստը պլանավորել, պատմում է Թայլանդում մնացած Արփի Բեգլարյանն ու ընդգծում, որտեղից նախապես ճամփորդություն պլանավորողին մեծ գումարներ, որ մի քանի անգամ թանկին վճարելով հասնի տուն։ Մեր տոմսը գնել ենք մի տարի առաջ, գնալ գալով 150,000 դրամ էր։ Հյուրանոցը ամրագրել ենք ամիսներ առաջ, որ կարողանանք այստեղ մնանք նախաճաշով, այսինքն մի, չգիտեմ, 700-800 դոլարի մեջ մենք սահմանափակվել ենք եւ այդ գումարը հավաքել ենք մի տարվա ընթացքում։ Իրենց կողմից այդ արտահայտությունները, որ մարդիկ փող ունեն, դե թող հետ գան, բնականաբար գումար չունեն կրկնակի երակի մեր ծախսածից կամ նախատեսածից ավել վճարելու տոմսի համար եւ ընդհանրապես նման բան չենք նախատեսում, որ կարող է լինել։ Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ մարտի 4-ից մինչև այսօր Fly Dubai ավիաընկերության թռիչքներով Էմիրություններից Երևան է տեղափոխվել Հայաստանի ավելի քան 240 քաղաքացի, Հնդկաստանից ու Շրի Լանկայից 104 մարդ է վերադարձել։ Այս պահի դրությամբ Թայլանդում մնացած հայաստանցիների վերաբերյալ նախարարությունը ոչ մի տեղեկություն չի հաղորդել։ Ում ինչ ոմանք դեռ սպասում են, մյուսները փորձում են ինքնուրույն ելքեր գտնել։ Привет, я в аэропорту Дубая. Сегодня у нас состоится рейс. Ես Դուբայի օդանավակայանում եմ։ Այսօր մեր թռիչքը ժամը 14-ին էր։ Թռչում եմ Հռոմ, որովհետև թռիչք դեպի Ռուսաստան չկա, Հայաստան չկա։ Հետո Հռոմից կթռչեմ Երևան, այնուհետև Սանկտ Պետերբուրգ։ Оттуда в Ереван, потом в Санкт-Петербург. Հայկ Վարդանյանն այսօր հաջողացրեց Դուբայից թռչել Հռոմ, իսկ Աբու Դաբիում դեռ ելքեր է փնտրում Իզաբելա Սարգսյանը։ Մեր հյուրանոցը հիմա արդեն համարյա դատարկվել է։ Այստեղ մնացել ենք միայն մենք եւ կես հյուրանոց մարդ։ Ռուսաստան են թռնում, Լոնդոն, Եվրոպայի տարբեր երկրներ են թռնում, բայց չի թռնում Հայաստանը։ Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Աբու Դաբիում մնացածներին ավտոմեքենայով Հայաստանի կառավարության հաշվին հասցնում են Օման, բայց Օմանի օդանավակայանից Երևան թռիչքի համար պետք է վճարեն։ Դեպի Երևան թռիչքը թանկ է։ Իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության տոմսը սկսում է 1100 եվրոից։ Թե քանի Հայաստանի քաղաքացի է այժմ փորձում հայրենիք վերադառնալ, դեռ հստակ չէ։